ֆիզիկական կոնտակտի բացակայությունը, ֆիզիկական ներազդեցության բացակայություն դեռևս չի նշանակում բռնության բացակայություն եւ բռնության ձևեր կան, որոնք չի նշանակում, որ ինչ-որ մեկին խփում է։ Եվ եթե այս տեսակետից նայենք տրամաբանությունը, ընդհանրապես կարող ենք արձանագրել, որ բռնության միջավայր կա մեծ հաշվով, խտրականությունը ինչա այդտեղ իհարկե տերմինաբանության խնդիր կա, ես դա ուզում ասեի, պետք է հասկանալ խտրականություն ասելով ինչ նկատի ունենք, բայց այդ բանավեճա, բայց այո, այն որ կա բռնություն եւ բռնության միջավայր, դա ակնհայտ է, ընդհանուր առմամբ մեր երկրում կա բռնության միջավայր, որովհետեւ խոսքային վերբալ բռնությունն էլ է բռնություն, իսկ երբ որ տեսնենք այս առումով գնահատենք իրադրությունը, շատ բան կլինի, շատ ավելի տխուր պատկեր կստանանք, եւ բայց ես վերադառնալով հարցի մյուս հատվածին, երբ որ խոսում էի, որ տղաների կրթության նկատմամբ տղաների վերաբերմունքի ձևավորման մասին, հրճա մենք պետքա նաև ես օրինակ այդ բանը ինձ զարմացրել է միշտ, ես տենց էլ չեմ կարողանում հասկանամ, դա որտեղից է ծագում եւ ինչից է գալիս։ Փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Ասենք որ մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցով ոնց որ մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկի արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, էլի, ասենք սա ես բարեբախտաբար կարգավիճակի բերումով ահագին երկար չեմ առնչում նման իրադրության հետ, որովհետև դե իմ մոտ տենց բաներ ենթադրում եմ վերջին տարիներին այդպիսի տեսարաններին ականատես չեմ ելնում, բայց եթե ինձ ասեք, որ հիմա էլ չկա տենց բան, ես կերջանկանամ, բայց ես ենթադրում եմ, որ դա ընդհանրապես նրանից է, որ ընդունված չի վարչապետի մոտ տենց տեսարանները ի ցույց դնել։ Չնայած եթե ընդունված չի, ուրեմն կան կալում, որ դա այդքան էլ տենց բան, լավ բան չի։ Համեցեք Տիկին Անդրեասյան, դուք բան ունեիք ասել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես էլ կուզեմ ընդգծել, որ բացարձակ համաձայն չեմ պարոն Պապոյանի այն դիտարկման հետ, որ մեր հասարակության մեջ չկա գենդերային խտրականություն եւ կարծում եմ, որ մեր խնդիրների մի մասը սկսվում է նրանից, որ մենք մեր խոսքը սկսում ենք այդ բառերով։ Եվ չգիտես ինչու մեզ թվում է, որ եթե մեր դիմացինը կին է, ուրեմն այդտեղ մենք պիտի գենդերազգայուն միջավայր ունենանք, իրականում այդպես չի։ Եվ մեր ստերեոտիպերի մի մասը ուսուցանվում է հենց կանանց կողմից, կանանց նկատմամբ ու կանանց դեմ։ Եվ այդ խնդիրը գիտակցելն էլ է շատ կարևոր։ Եվ իրականում կանանց թիրախավորումը, այդ թվում հանրային, ակտիվորեն իրականացվում է այլ կանանց կողմից։ Եվ սա նշանակում է, որ ոչ թե սեռն է որոշում մարդը գենդերային առումով խտրականա թե ոչ, այլ դա որոշում է այդ մարդու համոզմունքների, դիրքորոշումների, պատկերացումների ամբողջությունը։ Ու այն, որ մեր դպրոցներում մեծ մասը ուսուցիչների կանայք են, ընդ որում դա այդպես է ոչ միայն Հայաստանում, այլ այդպես է ամբողջ աշխարհում։ Եվ մանկավարժական ոլորտը մեծամասամբ կանանցով է դպրոցներում իրականացվում։ Չնայած այստեղ էլ մենք ունենք փոփոխություններ ու մեր նոր ուսուցիչների շուրջ 16%-ը տղամարդիկ են, որովհետև եթե ուսուցչի աշխատավարձը վարձատրությունը մրցունակ է ու գրավիչ է, ինքը նաև դառնում է աշխատանքային ճիշտ հեռանկար տղամարդկանց համար, ովքեր որ ընտանիքի հոգսը այսպիսով պատկերացնում են, որ կարող են կրել աշխատելով դպրոցում։ Բայց ասածս այն է, որ մենք չենք կարող ենթադրել, որ եթե մի միջավայրում հիմնականում կանայք են, ուրեմն այդտեղ կներեք խնդիրներ չկան։ Իրականում այդպես չի։ Իսկ մեր խտրականության դրսևորման ամենապարզ օրինակը ես ձեզ կբերեմ հենց
2 տարի առաջ այնտեղ ռեկտոր դարձավ կին, դա 100 տարվա մեջ առաջին անգամն էր, որ մանկավարժական համալսարանը ունեցավ կին ռեկտոր։ Այն պարագայում, երբ որ ոլորտի 90%-ը կանայք են։ Այստեղ ուզում եք ասել, որ 100 տարվա մեջ մենք չէինք ունեցել կին, ով որ կարող էր այդ պարտականությունները իրականացնել, ով որ կհայտնվեր այդ պաշտոնում, դե այս օրինակները մեզ ցույց են տալիս ամեն առանձին դեպքը, կներեք խոսքս չերկարացնելով, որ խնդիրները շատ ավելի բազմաշերտ են, շատ ավելի բազմաբովանդակ են, ու եթե կանանց տնտեսական ակտիվացման մասին ենք խոսում, 48% ներգրավվածությունը նաև այն պատճառով է, որ կանանց մի մասին թույլ չեն տալիս աշխատել։ Ու դա պարզաբանված է հենց այն հետազոտություններով, որ իրականացված են, որտեղ ընդունված է, որ մարդիկ այդքան էլ չեն խոսում այդ խնդիրներից, նույնիսկ այդ լատենտային իրավիճակում շուրջ 20%-ը հարցված կանանց վերջին հետազոտական տվյալներից մեկով ասել է, որ ուզում է աշխատի, բայց իրեն թույլ չեն տալիս աշխատել։ Իսկ քանի կանայք են, որ աշխատում են եւ իրենց վարձատրությունը իրենք չեն տնօրինում։ Սրանք էլ են խնդիրներ, որոնց մասին պետքա խոսել եւ կարծում եմ, որ գենդերային ռազմավարության կոնտեքստում իրականում այնքան անելիք կա, որը հիմնականում հանրային վարքականոնի փոփոխությանն ուղղված նաև անելիք է, բայց պետության քաղաքականությունն ընթացակարգերը այդտեղ կարող են շատ կարևոր նշանակություն ունենալ։ Շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, տենց տղամարդիկ էլ կան, որ իրենց աշխատավարձը չեն տնօրինում, այս է դեպքն է, որ ասենք այդտեղ որոշակի հավասարակշռություն։ Հա, չէ, բայց դե դեպքերը բազմազան են, նկատի ունեմ այս դեպքում։ Խնդրեմ Տիկին Մարենցյան։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, նախ սկսեմ նրանից, որ այս բանավեճը շատ կարևոր է հենց կառավարության նիստի մակարդակով իրականացնել ու ցույց տալ, որ առաջին հերթին կառավարության տեսանկյունից է շատ կարևոր ունենալ այս խորհրդանշական ռազմավարությունը, ի տարբերություն շատ այլ պետությունների, որտեղ շատ դեպքերում գենդերային հավասարության հետ կապված հարցերը թեև այսպես ընդհանուր քննարկումների մակարդակում կարևորվում են, բայց պետական մակարդակի իրենք չեն բարձրանում եւ կառավարության տեսանկյունից կարծում եմ առանձնահատուկ է ունենալ ոչ միայն նման ռազմավարությունն, այլ նաև պատշաճ քայլեր ձեռնարկել այդ ռազմավարությունը իրացնելու համատեքստում եւ այդ հանձնառությունը իրապես շատ ողջունելի է։ Ես կուզենամ անդրադառնալ ընդհանրապես գենդերային հավասարության ու խտրականության հետ կապված հարցերի, որովհետեւ մենք շատ դեպքերում թյուր պատկերացումներ ունենք ընդհանրապես հակախտրականության ոլորտի հետ կապված, որովհետեւ մեզ թվում է, որ օրինակ եթե մեր միջավայրը ընդհանուր առմամբ իրավահավասար է, շատ չեն խնդիրները եւ այլն, նշանակում է այդ խնդիրները չկան, բայց ես ուզում եմ արձանագրել նաև որպես մշտադիտարկում իրականացնող մարմնի ղեկավար, նաև որպես իրավահավասարության հետ կապված հարցերով զբաղվող մարդ ու մարդկանց հետ անընդհատ շփվող թե Հայաստանի մարզերում, թե Երևան քաղաքում, որ իրապես Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան գենդերային հավասարության հետ կապված եւ բազմաթիվ են իրավիճակները, որոնք իրենց բնույթով միանշանակ խտրական են, հետեւաբար կոչ կանեմ, որպեսզի նաև հանրային գործունեությամբ զբաղվող անձինք չխոսեն խտրականության բացակայության մասին, որովհետև խտրականություն Հայաստանում միանշանակ կա։ Ես կուզենամ արձանագրել, որ միանշանակ զարգացումը ակնհայտ է, այսինքն ոլորտային զարգացումը եւ նաեւ պետության կողմից այս հանձնառությունը միանշանակ շատ մեծ զարգացում է ենթադրում նաեւ շատ տարիներ առաջ եղած իրավիճակից, բայց խտրականությունը շատ դեպքերում առկա է նաեւ խթանող պայմանների բացակայության պատճառով եւ այլն եւ այլն։ Հիմա գենդերային հավասարության հետ կապված խոսվեց սոցիալական դերերի մասին ըստ էության, որովհետեւ գնաց օրինակ ուսուցիչ լինել չլինելու կամ տղամարդու կողմից երեխայի խնամք իրականացնել չիրականացնելու հետ կապված ես կուզենամ հատուկ արձանագրել, որ թե Հայաստանում, թե աշխարհի բոլոր երկրներում կան կարծրատիպային պատկերացումներ կանանց եւ տղամարդկանց սոցիալական դերերի մասին։ Եվ երբ Տիկին Անդրեասյանը օրինակ խոսում էր ուսուցչական անձնակազմի հիմնականում կին լինելու մասին, սա իրականում նաեւ տղամարդկանց հետ կապված կարծրատիպային պատկերացումներից է գալիս եւ շատ դեպքերում դիտարկվում է նաեւ որպես տղամարդկանց հետ կապված խտրականություն, որովհետև ի սկզբանե այնպիսի կարծրատիպային մոտեցումներ են ուսուցանվում, որ օրինակ տղամարդը չի կարող զբաղվել այս աշխատանքով կամ պարոն վարչապետը խոսեց ենթամշակութային կամ ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Իրականում տղաներին ի սկզբանե բացի հայհոյանք սովորեցնելուց նաև սովորեցնում են, չգիտեմ թե ինչ մակարդակով է պետք խնդիրներ լուծել, բռնություն
կրթությունը ինչ կարևոր դերակատարություն կարող է ունենալ նույն այդ ենթամշակութային հարաբերությունները ինչքան կարևոր կարող են լինել կամ որ օրինակ էմոցիա չի կարելի արտահայտել, եթե լացեցիր տղա, իսկական տղա չես եւ այլն, սրանք իրականում ոչ միայն կանանց հետ կապված խտրական դրսևորումներ են, սրանք նաեւ տղամարդկանց հետ կապված խտրական դրսևորումներ են, ավելին նաեւ խոսք գնաց երեխա ունենալ չունենալու, երեխայի խնամքի համար անհրաժեշտ պայմանների, բավարար պայմանների արկայության մասին, այստեղ էլ կուզենամ հատուկ շեշտադրել, որ այո, խթանող միջոցների բացակայությունը, ինչքան էլ մենք հռչակագրային առումով հայտարարենք, որ վայ, մենք ցանկանում ենք, որ կանայք ներգրավվեն աշխատանքային միջավայրում հանրային կյանքում, բայց եթե չլինեն խթանող միջոցներ, այդ թվում երեխա ունենալու, հետո երեխայի խնամքով զբաղվելու հնարավորության համար միանշանակ խնդիրներ առկա են լինելու։ Օրինակ հիմա էլ են առկա։ Օրինակ նորածին երեխա ունեցող մայրը պիտի հնարավորություն ունենա աշխատավայրում, այդ թվում որոշակի կոնկրետ ժամանակահատվածի շրջանակներում իր երեխային կերակրելու։ Հիմա այդ հնարավորությունը օրենսդրությամբ թեև սահմանել ենք, բայց մի շարք աշխատանքային միջավայրերում սրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Ես կարող եմ խնդիրները շատ երկար թվարկել, կամ օրինակ ազգային փոքրամասնությունների համայնքներ մենք ունենք, որտեղ վաղ ամուսնությունների խնդիրը ահռելի խնդիր է, եւ օրինակ աղջիկները ոչ միայն կրթությունից են դուրս մնում պարտադիր, այլ նաեւ առողջության պահպանման իրավունքի հետ կապված, բազմաթիվ այլ իրավունքների հետ կապված խնդիրներ են ունենում, եւ չտեսնել այս ամեն ինչը բնականաբար չենք կարող, եթե կոնկրետ օրինակ մեր միջավայրում կամ մեր ընտանիքում սա չի տեղի ունենում, կամ օրինակ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամող ծնողներից այնպես է ստացվել, որ ես թե մարզերում, թե Երևան քաղաքում, երբ հանդիպում եմ ծնողների հետ, պարզվում է, որ կինը, հատկապես երեխան, եթե հիմա մեծ տարիքի է, կինը ամբողջ կյանքում միայնակ ստիպված է եղել տանը մնալ, հենց կինը այդ ամբողջ ծանրությունը կրել, բեռը կրել, այդ կարծրատիպային մոտեցումների բեռը կրել, որովհետև նաև ժամանակ կար, որ հաշմանդամություն ունեցող երեխա ունենալն էլ այսպես դարձյալ ինչ որտեղ այդքան էլ լավ երևույթ չէր եւ խարաներ եւ սրա հետ կապված մի շարք այլ հանգամանքներ եւս չեմ ուզենա շատ այս բոլոր խնդիրների վերաբերյալ խոսել, որովհետեւ դրանք շատ են, կուզենամ ուղղակի արձանագրել, որ շատ կարեւոր է, որ կառավարությունը ու պետությունը այս հանձնառությունը ստանձնել է եւ կուզենամ նշել, որ այս առումով շատ կարեւոր դերակատարություն ունեն հատկապես կրթական ծրագրերը, որովհետեւ մենք ժամանակին նաեւ կրթական բովանդակություն ունեինք, որը այեց սոցիալական դերերներ ըստ էության սերմանում, բովանդակությունը հիմա թեև փոխվել է, կարծում եմ կատարելագործվել է այդ առումով, բայց միևնույն է դասավանդման մեթոդաբանությունը կարծում եմ շարունակում է նույնը մնալ, հետեւաբար շատ կարեւոր կլինի, որ այս ռազմավարության հետ մեկտեղ նաեւ պատշաճ քայլեր ձեռնարկվեն մնացյալ բոլոր խնդիրները լուծելու առումով։ Շնորհակալ եմ։